Ձեր գործընկերոջ։ Եվ վերջի վերջո հենց այս կառավարությունը հենց այդ մարդիկ են, որ ուսուցիչների աշխատավարձներն են բարձրացնում եւ բարձրացրել են եւ այսօր ուսուցիչներ եւ զինվորականներ կան, որոնք որ շատ ավելի շատ են ստանում, քան օրինակ падգամավորները։ Բարձրացրել են այդ նույն տատիկ պապիկների թոշակները։ Այնպես տպավորությունն է, դուք այնց ձևով եք ներկայացնում, որ 5-6-7 տարի է անցել, որևիցե բան չի բարձրացել, մեկ է այդպես այս չինովնիկները վերցրեցին, իրենց աշխատավարձները բարձրացրեցին։ Ես անցյալ անգամ եմ ասել, դուք չկայք, հիմա նորից եմ ասում։ Ֆիքսեք, падգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 միլիոն դրամ է, թե ինքը 500,000 դրամը կստանա ամեն ամիս, այն մյուս 500,000 դրամը կհավաքվի տարվա վերջում միանգամից կստանա, կտոր կստանա, դա իր աշխատավարձի մասն է։ Անունը կլինի պարգևավճար, անունը կլինի, չգիտեմ, մի այլ բան, դա իր աշխատավարձի մի մասն է։ Այլ հարց է, որ դուք շատ հաջող կալկուլյացիա եք անում, կարողանում եք վերցնել, ենթադրենք մի տարվա 700 հոգու աշխատավարձը գումարեք իրար, վերածեք դա դոլարի, ասել աստղաբան, ինչ ասեց, ազատության բանը, ազատության Կարլենը։ Բայց աստղաբաշխական թվերը։ Իսկ դուք գիտեք ազատությունը ինչքան են ստանում լրագրողները։ Աստղաբաշխական բյուջեից հարգելիս Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ այլ երկրի կամ այլ կազմակերպության բյուջեից են ստանում։ Ես կրկնում եմ։ Հանրային միջոցների, պարոն Սիմոնյան, հանրային միջոցների։ Դու այն մնացածը, որ սրանից առաջ խոսում էի, մենք չէինք լսում։ Ուրեմն ֆիքսեք, պաշտոնյայի աշխատավարձը այդքան է։ Բանկի աշխատավարձը, բանկի օրենքով չենք ֆիքսում, որովհետև խնդիր կա, կանենք։ Դրա համար վարչապետը նաև ասաց, որ սա միջանկյալ լուծում է։ Ֆիքսեք, աշխատավարձը այդքան է։ Ասում եմ, եթե այդքան ջանասիրաբար ձեզ այդ ամեն ինչը անհանգստացնում է, վերջի վերջո հայտարարություններ եք անում լրագրողներով, լրագրողական ինչ-որ կազմակերպություններով, հարգելիներս, սկսեք ձեր թափանցիկությունից։ Մենք թափանցիկ ենք, առնվազն դուք մեզ քննադատում եք, մենք ինչ-որ ձևով բան ենք անում, նա ձեր թափանցիկությունից սկսեք։ Լրագրողների մասին էլ կան դրանա։ Ես իրան եմ խոսում, իր հարցերին պատասխանեմ, հետո ձեր հարցերին կպատասխանեմ։ Պարոն Սիմոնյան, հիշեք։ ՕԳԳ պետք է ունենա կառավարությունը, որպեսզի այդքան որոշել, ով ասել, ով ձեզ ցույց տվել դուք այդ ՕԳԳ-ն դասեք։ Դուք որպես քաղաքացի կեցաք այդ ՕԳԳ-ից ելնելով կքվեարկեք Քոչարյանի ՕԳԳ-ին, Սերժ Սարգսյանի ՕԳԳ-ին, մարդ էլ կլինի կգնա Նիկոլ Փաշինյանի ՕԳԳ-ին կքննարկի։ Հիմա խենք է մենք դա քննարկում։ Տեսեք, Նազելի Բաղդասարյանը դուք էլ քիչ առաջ վկայակոչեցիք խաղաղություն բերելու փաստարկը, որ խաղաղություն եք բերել եւ այլն, ու դա համարում եք արդյունավետություն, որի համար կարելի է պարգևատրվել։ Ես տես բան չեմ ասել։ Նազելի Բաղդասարյանն ասել է։ Ես Նազելի Բաղդասարյանը չեմ։ Ես Նազելի Բաղդասարյանի խոսնակը չեմ նույնիսկ։ Դե ասեք ինչի համար պիտի պարգևատրվի ես դուք չեք լսում, երբ որ ես խոսում։ Ասեք աշխատավարձ։ Չէ, մի րոպե։ Դուք չեք լսում, որ խոսում եմ։ Լսում եմ շատ ու շատ։ Մարդիկ ստանում են, ուրեմն լսեք, աշխատավարձը 1 միլիոն դրամ է, թե ինքը 500-ը կստանա ամսվա սկզբին, մնացածը կհավաքվի կստանա տարվա վերջում, որի անունը կդնենք պարգևավճար, այդ մարդու աշխատավարձն է այդքան։ Որևիցե մեկ դա պարգևատրել բառից է կարճել, բայց ես ասում եմ, կրկնում եմ, դա ձևակերպումն է, դա այդ մարդու աշխատավարձն է, մինչև հենց նոր ձեր գործընկերոջը պատասխանեցի, ինչեւ օրենսդրորեն դա կձևակերպվի։ Խորհրդարանական կառավարման երկիրներում դուք վերահսկող գործառույթ ունեք նաև գործադիրի նկատմամբ ու գործադիրի անդամները, այդպես ես պիտի երկրորդեմ, աստղաբաշխական թվերով պարգևատրումներ են ստանում, որտեղ 7-8 միլիոն, 6 միլիոնը դրանք իսկապես ահռելի գումար են մեր տիպի աղքատություն ունեցող երկրի համար։ Հիմա դուք չպիտի հաշվետվություն պահանջեք կառավարությունից, այդ միլիոնները ինչի համար եք ստացել։ Եթե խաղաղության համար են ստանում, եթե համարում են, որ խաղաղություն Խաղաղության համար չենք ստանում, ստանում ենք աշխատավարձ մեր արած աշխատանքի համար։ Դուք ասում եք խաղաղություն, ես ուրախ եմ, որ դուք որպես խաղաղությունը, որպես ամենալավ ձեռքբերում այնուամենայնիվ արձանագրում եք, դա ինձ ուրախացնում է։ Բայց դա մարդկանց աշխատավարձն է, ինչ է այդպես չի, մի վիճեք հետս։ Դա մարդկանց աշխատավարձ։ Դուք համար պարգևատրվում եք, ուրեմն կորուստների համար պիտի ձեռքբերումից վճարեք բյուջե։ Մենք այդ ձեր խնդիրը կանում է նրանում, որ դուք կորուստը ենթադրում եք, որ կարելի է փողով հաշվել։ Փողով կորուստը չեք հաշվի։ Դուք կորուստները իհարկե արի չբանավիճենք, հարգելի լրագրող, արի չբանավիճենք, բայց պետք չի, դա լեզվամտածելակերպ է, այսինքն կորուստները մտածում ես պահում անեինք 44 օրյա պատերազմի համար, այս ինչ դրամաբան է, ինչ ես ասում։ Ինչ համար եք դուք պարգևատրվել։ Հարգելիս, մենք չենք պարգևատրել, 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար, բայց վերջին անգամ։ Նախարարներն էլ չեն պարգևատրվել, այդ միլիոնները ուղղակի sense միֆ են։ 4-րդ անգամ եմ ասում, հատուկ քո համար եւ մեր հեռուստադիտողների համար։ Նախարարների աշխատավարձն է։ Ուզում ես եւս մի քանի պաշտոնյայի անուն դուր։ 4-րդ անգամ կրկնում եմ, դա այդ մարդկանց աշխատավարձն է։
Ուրեմն 5-րդ, ես 5 թիվը շատ եմ սիրում, 5-րդ անգամ դա այդ մարդկանց աշխատավարձն է, որի մի մասը անունը տենց է դրված, դա այդ մարդկանց աշխատավարձն է, որը տարվա վերջում հավաքվել է եւ տրվել է, ասեմ ավելին, էլի է տրվելու, այլ համամասնությամբ գուցե էլի է տրվելու, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Մի հատ էլ ասեմ, դա այդ մարդկանց ոչ ստացել են իրենց հասանելիքի այն նախատեսվածի մի մասը 8-րդ անգամ դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Իրար հետ, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ 10-րդ անգամը հասկանալի է, դա ոնց որ ոչ ֆորմալ բարձրացում է։ Որովհետև այո, դա ոչ ֆորմալ բարձրացում է, որովհետև իրավական ձևակերպման առումով դեռ լուծումը չենք գտել։ Իհարկե նման մենք քաղաքականության մեջ նորեկ չենք, հա։ Մենք գիտենք, հասկանում ենք, չէ, որ նման հարցադրումներ կարային լինեն, բացատրելու կարիք կարա լինել եւ մեր համար շատ ավելի հեշտ էր տեխնիկապես այնպես անել, ոնց որ խոսեցինք, հա, աշխատավարձի բանով անել, հա։ Զույգաչափակ։ Հա, ինչ որ ձևով է, բայց տեխնիկական պատճառներից ելնելով նաեւ վարչապետը ասաց, որ միջանկյալ լուծում է ընտրվել նման բան։ Եվ վերջին 10-րդ անգամ ասում ես թեման փակում են։ Դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Այլ հարց է։ Չէ, ես մենք արի քաղաքական գործիչը եւ մեր այսօրվա դաշտի լրագրողը բարոյականությունից չխոսում։ Պարոն Սիմոնյան, Այդպես որ կարծում ճիշտ չի։ Երբ որ մենք հիմա դուրս գանք, պարոն Սիմոնյան, լիքը մարդ նոր տարին դոմիկներում է դիմավորել։ Լիքը մարդ դիմավորել է անլույս, առանց ավանդական տոհմաների, առանց խոզի բդի եւ նաեւ լիքը մարդ Դուբայներում է դիմավորել, Եգիպտոսներում է դիմավորել, տարբեր երկրներում է դիմավորել, հյուրանոցներում լեփ-լեցուն, Հայաստանի Հանրապետության տարբեր ռեստորաններում է դիմավորել։ Այդտենց բաներ, այդ դեմագոգիա է։ Դուք ձեր խոսքերը չեք կատարել։ Լսեք, ոչ թոշակների բարձրացման չափն է ձեր ասածին համապատասխան։ Ոչ աղքատության կրճատումը, ոչ մի բան։ Հարգելիս, ես իմ խոստումը չեմ կատարել, կգնաս, կընտրես Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին կամ ում որ կնախընտրես, կամ չգիտեմ, ելով կա այնտեղ, ում որ իր խոստումները կատարել է, հա, պայմանավորված։ Պարոն Սիմոնյան, ես մի հարց էլի, դուք ես ճիշտ հասկացա։ Ում ես ընտրում, որ միշտ այդպես ես Ռոբերտ Քոչարյանն Եթե անկեղծ չեմ հասցնում որևէ ընտրության մասնակցել, որովհետև Այ վատ ես անում, այդ 20 րոպեն չես կարողանում գտնես գնաս ընտրում, պետք է ընտրությունների մասնակցես։ Այդ մի ձայնը կարող է դաշնակցությանը պետքական լինի կամ Ռոբերտ Քոչարյանի։ Պարոն Սիմոնյան, ես ուղղակի կուզեի դուք բարձաբանեք, Էլ այդ հարցին չենք չէ, ուղղակի հասկանամ։ Արդեն 10 անգամ նույն만 ասեցի, չէ։ Դուք Այլ հարցեր կան։ հա, կա։ Որ ասում եք պետական ապարատից կգնան կգնան մասնավոր։ Օրինակ դուք կամ Նիկոլ Փաշինյանը, որ բարձր պարգևավճար կամ այդ աշխատավարձը չստանան, մասնավորում որտեղ կարող եք բարձր բազմամիլիոնանոց աշխատանք գտնեք։ Ձեզ ով է առաջարկում նման աշխատանք։ Նարեկ ջան, ես դա չեմ քննարկում, ես որ ես քաղաքական գործիչ եմ, պետական այր եմ, ես այնպես բաների մասին չեմ մտածում, բայց կարծում եմ վատ ռեզյումե չունեմ։ Առնվազն ձեր լրատվամիջոցում կամ որևէ այլ լրատվամիջոցում բավականին լավ լրագրող կարող եմ աշխատել։ Պարոն Սիմոնյան, բայց ես ճշտող բան եմ ուզում հարցնել, ոչ հասկանալի է։ Այդ այլ հարցեր, եթե չկան գնում եմ։ Չէ, լավ կան։ Ես ուզում եմ իմանալ Ոչ քաղաքացիական կարա 3 օրը մեկ ես 40 րոպե նոն-ստոպ ձեր հետ խոսում եմ։ քաղաքացիական պայմանագրի ընտրացուցակի ձևավորման հետ կապված ավարտվեց այսինքն այդ լսումները, այն որ պետք է տեխնացուներին լսելու փուլը ավարտվեց, հիմա նախ չի դեռ հանրայնացվել, եթե ես չեմ սխալվում, քանի հոգու տեխնացություն է առնվազն այս փուլում հաստատվել, եթե կարող եք նշել։ Մոտավորապես, եթե չեմ սխալվում, 300, եթե չեմ սխալվում։ Այդքան էլ լինելու է նախընտրական ցուցակը, թե դա ֆիլտրվելու է գրքի։ Չէ, էլ ֆիլտրացիայի փուլ չկա եւ մենք այս ամեն ինչ հարաբերական է, որտեղ աշխատանքները տարվում են, ցուցակը ձևավորելու է համաժողովը, ամբողջական ցուցակը, ինչ որ մի սկզբնական մասը մի քիչ ուրիշ տրամաբանության մեջ առաջին ենթադրենք 50-ը կամ 100-ը, մնացածը մի քիչ միգուցե այլ տրամաբանության մեջ զուտ տեխնիկայից ելնելով, որտեղ մի քիչ անհնար է, էլի 300 հոգու հետ կապված մենք հիմա տենց խնդիր ունենք, ուզում ենք այնց անենք, որ մաքսիմալ ապահովենք բոլորի հավասարությունը, հավասար ներկայանալու, հավասար ընտրվելու հնարավորությունը, բայց այդ քանակի մեջ 300 մարդ ընտրել դուք պատկերացնում եք, 300-ի մեջից հիմա տեխնիկայի շուրջ են քննարկում, բայց ցուցակը ձևավորելու է ոչ թե մի մարդ, երկու մարդ, ցուցակը ձևավորվում է համաժողով, պատվիրակների քանակը գրեթե 1000 է։ Այսինքն մի անձնյա որևէ Չէ, երբեք մի անձնյա դες բան արել։
Հաճախ մտածում եմ, որ կարելի է ինչ-որ մի բան միացնել, բայց ցավոք սրտի միջորս չեն կարող։ Համաժողովի ժամկետները հայտնի են երբեք մոտակա ժամանակները չեմ ուզում։ Նկատի եմ փետրվարին լրատվամիջոցների հետ կապված մի հարց ունեմ։ Ես ձեզ խնդրում եմ, որ վերականգնեք մեր գործընկերների հավատարմագրումը, պարոն Սիմոնյան։ Խնդրում եմ, որ չմոռանաք, որ եթե Սերժ Սարգսյանի ժամանակ էլ անցյալում այսպես միջանցքները փակ լինեին, մենք Շմայսին, տարբեր օլիգարխների, ձեր կոչմող օդիոս դեմքերի հնարավորություն չէինք ունենա հարցեր ուղղելու, նրանց մերկացնելու, եւ դուք հնարավոր է չգայիք իշխանություն, պարոն Սիմոնյան։ Ինչի՞ չեք վերականգնում մեր գործընկերների հավատարմագրումը։ Օրենքը խնդրանքով չի լինում։ Մի ընդհատեք, օրենքը խնդրանքով չի լինում։ Ինչ վերաբերում է առաջվա ժամանակներին լրատվական դաշտի 99%-ը վերահսկելի են։ Կային 1, 2, 3, 4 անհատ լրագրողներ, որոնցից մի մասը այսօր էլ կա, եւ այդ անհատ լրագրողներն էին, որ այսպես ասած աչքի էին ընկնում, մնացած լրատվական դաշտը վերահսկել էր, ինչ պետք է իրանք անհանգստանային որևիցե խոսքից, իսկ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, մեր կուսակցությունը, մեր քաղաքական գործունեությունը, ես նման եմ մարդու, որ լրատվամիջոցներից խուսափում է, դուք եք ինձնից խուսափում, դուք եք ինձնից խուսափում, ինչ աշխատում չի չեք թողնում, կարող է այդ հա, ես ասում եմ 10 20 թե 30 օր առաջ եմ հարցազրույց տվել, մեծ հարցազրույց, կամ ես նման եմ, մենք նման ենք մարդկանց, ովքեր լրատվամիջոցներից խուսափում են։ Օրենք խախտելը, ոչ, սովորեք կանոններով, ուղղակի սովորեք կանոններով աշխատել, էլի։ Էդ ինչ կա, այդպես չի նման, այդ ինչա, մի հատ պուճուրիկ բան ա գողացել, էլի։ Մի հատ պուճուրիկ առաջ բացվում, լավ, վերջացրու։ Մի վերացի, այս խոսակցությունը կավարտես խոսեմ, թե դու այստեղ կանգնի։ Ասում եք խախտել է, ասել կավարտես խոսեմ։ Այլ հարցեր կունես։ Չեմ պատասխանում։ Պարոն Սիմոնյան, խախտել հնարավոր է որ պատգամավորները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի լրագրողները հարցեր ուղղեն, արգելված գոտուց գան մահկանացուների համար նախատեսված վայր, որ մենք կարողանանք հարցեր տանք եւ այդ սահմանները չհատենք։ Դա խմբակցության ղեկավարը բացարձակ չի շփվում լրագրողների հետ։ Կոնջորյանը, Արտուր Հովհաննիսյանը, որ այս կողմով են գնում գալիս եւ որտեղ լրագրողները չեն կարող լինել, հնարավորություն չկա իրենց հարցը։ Հայկ Կոնջորյանը չէ, պարոն Սիմոնյան, չի խոսում լրագրողների հետ։ Եկեք ծուրը նստենք, դուզը խոսենք։ Ավելի բաց, ավելի շատ խոսացող իշխանություն Հայաստանում երբևէ չի եղել։ Ես կոնկրետ մարդկանց չեմ, հիմա մարդը իր աշխատավայրում է գտնվում։ Նայեք, հասկանում եմ, բայց ես խորհրդանի նախագահ եմ, բայց ես Հայկ Կոնջոյանի կամ որևիցե մեկ այլ պատգամավորի չեմ կարող ստիպել, ասել դու պետքա հարցազրույց տաս։ Դա խմբակցությունը կարող է անել, վերջացնեմ, էլի։ Խմբակցությունը կարող է անել, բայց այնուամենայնիվ չի կարելի պատգամավորին մեղադրել։ Հիմա մենք հասկացանք, բաց են, նկատեցիք խոսում եմ, նկատել ես որ խոսում եմ։ Նկատել ես որ խոսում։ Գիտեմ որ Հայկերի խմբակցության ղեկավարը տեղյակ ես որ ես այդ խմբակցություն, դե մի ընդհանրի ինձ խնդրում եմ։ Ես կարծում եմ որ պատգամավորը ինքը պետքա որոշի, երբ ինքը պատրաստ հարցազրույց տալ։ Ինձ ես ձեր կողքով անցա։ Դուք ինչ բան հարց չտվեցիք, եկա Տիկին Ջեբեջան ասեց հարց ունեմ, ասի կպատասխանեմ, դուք եկաք հավաքվեցիք, դուք որոշեցիք, չեկաք ինձ հարցեր տալ, դե թողեք պատգամավորն էլ որոշի, երբ որ ինքը պատրաստ է, ասելիք ունի եւ այլն, բայց այնուամենայնիվ բաց են այն մարդը, ասենք ավելի բաց պատգամավոր խոսացող իշխանություն եղել է, վարչապետը ամեն շաբաթ ճեպազրույց է տալի բոլոր, ես 3 օրը մեկ 40-45 րոպե բոլորիդ հետ խոսում եմ։ Բայց գուցե դուք թաքցնելու բաց չունեք, իրենք ունեն, պարոն Կոնջորյան, ինքն էլ էս էլի, իսկ ինչ տարբերություն իմը Կոնջորյանի միջև։ Ենթադրենք ինքը ինչ է նշանակում։ Չէ, իհարկե թաքցնելու առումով ոչ մի տարբերություն չի։ Ոչ մի, ինքը դրա պարզաբանումը տվել է եւ որևիցե այդտեղ կարծում եմ փակ թեմա չի կարող լինել։ Գերոս ուղարկեք, օրենքով հարգելիս, օրենքով հարցում ուղարկեք։ Էդ էլ հում կա։ Եթե ժամանակին նախկին իշխանության ժամանակին այդ միջանցքները փակ լինեին, հիմա բազմաթիվ լրագրողներ զրկված լինեին հավատարմագրումից եւ այն, բայց չի արել։ Էլի այդ նախկինները որ բերում եք, հետո ինձ հարցնում եք, հետո ինձ հարցնում եք, ասում եք ղեք նախկինից խոսում։ Նախկինում ձեզանից ոչ մեկը կյանքում չեր իմանա իրանց խմբակցության ղեկավարը քանի միլիոն դոլարով, այս դեպքում որ ասենք ընկել եք 3 թե 4-5 միլիոն դրամի տարբերություն եք փնտրում,
ով որտեղ ինչ տուն ունի, որ երկրի քաղաքացի է, կամ կծեծեին, կամ կզանգեին խմբագիրներին գործից հանել կտակ, շատ լավ նայել է։ Հա, իսկ այդ ասաբնյակներն է հրապարակել։ Հələ մի հատ ինչ կուղարկեք։ Ներողություն։ Մանումենտի դեղեկը վերջերս ա եղել։ Մի ստից բաներ խոսեցեք։ Գնացեք, ասում եմ։ Գնացեք, նայեք, այն ժամանակվա խոսքի ազատությունը, այս ժամանակվա խոսքի ազատությունը, ասում եմ, վերածվել է լկտիության։ Ամեն մարդ, ով որ ինտերնետ մուտք ունի, որոշում է, որ պետք է ինչ-որ մեկին վիրավորի, նաև լրագրողներին է դա վերաբերվում, նկատի ունեմ, լրագրողներին են վիրավորում, ու առիթից օգտվելով ասում եմ, որպես ԿՊ կուսակցության անդամ, որպես մեր աջակիցներին եմ դիմում, որևիցե մեկը իրավունք չունի, որևիցե լրագրողի, որևիցե ձևով վիրավորի։ Դա վատ բառ չեմ ուզում ասեմ, ամենավատ բանն է, որ կարող է մարդը անել։ Դա նշանակում է փաստարկ չկա, դա նշանակում է ինչ-որ չգիտեմ, ասելիք չկա, դա դիմում եմ այն մարդկանց, ովքեր որ համարում են, որ իրանք իրավունքը իրենց պետք է վերապահել լրագրողին վիրավորը, անթույլատրելի բան է։ Պարսիմոնյանի պաշտոնական էջի տակից այդ մեկնաբանությունները հաջորդը ես եմ։ Դա ավելի վերջացավ, իմ ու քո, այսպես ասած, աստղային պահը վերջացավ, վերջ։ Նախորդ ճեպազրույցի Պարոն Սիմոնյան, նախորդ ճեպազրույցի ժամանակ ճիշտ է անդրադարձել եք գերիների վերադարձին, 4 գերիների վերադարձին, բայց դրանից հետո ադրբեջանական տիրույթում խոսակցություններ տարածվեցին, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրենց իշխանությունների կողմից այնուամենայնիվ նրանց բաց չեն թողնելու։ Այս մասով որևէ մեկնաբանություն կարող եք անել։ Որովհետեւ մեկնաբանություն չեմ կարող անել, պետք է կարող եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են այնտեղ, մենք իրancs հետ կապված աշխատանքներ ենք տարել, տանելու ենք անընդմեջ, եթե դրա համար ինչքան ժամանակ պահանջվի, մենք դա անելու ենք եւ Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծումներ գտնել, որ այդ մարդիկ վերադառնան։ Դա չի քննարկվում։ Դա այն մի հարց է, որի հետ կապված այլ կարծիք չկա ու չի եղել երբևիցե։ Լավ, ճշտի հետո ես որ հարցնեմ։ Չէ, հերթով գնում ենք, ասեք։ Լավ, պարոն Սիմոնյան, գիտեք, որ հայ հեղափոխական դաշնակցությունն արդեն ազդարարել է, թե ինչ ձևաչափով է մասնակցելու 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ըստ Իշխան Սաղաթելյանի դաշինքային ֆորմատով։ Ըստ ձեզ, պարոն Սիմոնյան, ինչն է պատճառը, որ 136-ամյա շուտով բոլորող կուսակցությունը որոշել է դաշինքային տրամաբանությամբ մասնակցել ընտրություններին, այլ ոչ թե անձամբ սեփական դեպքով, եւ այս համատեքստում մի հարց Հայաստան խմբակցության ձեր գործընկերները օրերս եղել են Գեղարքունիքի մարզում եւ խմբակցության անդամ պարոն Լևոն Քոչարյանն այսպիսի միտք է արտահայտել։ Կամ ժողովուրդն իր ապագան կնորինելու իրավունքը կվերցնի իր ձեռքը, կամ այն կտնորինի Թուրքիան եւ Ադրբեջան։ Ձեր մեկնաբանը։ Նախ դաշնակցության մասնակցության հետ կապված իրանց գործն է ինչ ֆորմատով ուզում են մասնակցեն։ Մի բան ինձ համար միանշանակ է, ես չեմ ուզում սա համարեք ինչ որ քաղաքական հակառակորդին հարվածելու կամ ինչ որ ձևով մեղադրելու բան, ես վստահ եմ, որ այն ներկայացվածությունը, որը որ Հայաստան դաշինքը այսօր այստեղ ունի, ել չի ունենալու։ Կարծում եմ, որ միգուցե հնարավոր է ինչ որ փոքրակազմ չափով ներկայացված լինի, մինիմալ շեմը հաղթահարի, այն էլ այն պատճառով, որ նոր ընտրական օրենսգրքով, որը որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից է ընդունվել եւ արվել է ժողովրդավարության զարգացման տրամաբանության մեջ, այլևս կուսակցությունների համար անցողիկ եւ դաշինքների համար անցողիկ շեմը մեկական տոկոսներով իջեցրել է, այդ բանի բերումով միգուցե իրանք հնարավորություն ունեն մինիմալ բանով անցնել, ոնց որ հիմա պատիվ ունեմ նա անցել, էլի մեր փոխած մեր բանով, որ պիտի երրորդը լինի, իրանք եկել անցել։ Ինչ որ Լևոն Քոչարյանի հայտարարություններին ես չեմ համարում, որ ինքը լուրջ քաղաքական գործիչ է, որին ես պետք է մեկնաբանեմ, եւ որևիցե մեկնաբանություն չունեմ, չեմ էլ ուզում անկեղծ ասել։ Ես գալու եմ, գալու եմ այդտեղ, չէ, սրա շարունակությունը հիշիկ ասես։ Այսինքն ընտրությունների ասա, ես յուրաքանչյուր թեմայի պատրաստ եմ իհարկե։ Հիմնական օրակարգը կառուցվում է ադրբեջանա-թուրքական նարատիվի շուրջ, էլի հասարակությանը վախեցնելու։ Դե իրանք մնացել են հին տրամաբանության մեջ իրենց այս ժամանակահատվածը աշխատանքային որևիցե բան չի սովորեցրել, որովհետև անհնար է այլևս խոսել պատերազմի եւ հարևան երկրներից որևիցե մեկի նկատմամբ ինչ որ
տարածքային պահանջների մասին։ Թեպետ Ռոբերտ Քոչարյանը դրա մասին խոսեց վերջի իր ասոցիացիի ժամանակ, ասեց դա շատ վատ է, որ դու քեզ պարփակում ես 29743 քառակուսի մեջ, ինչ որ ձևակերպում մոտավորապես եմ հիշում, բայց ասածը հենց միտքը դա էր եւ ինչ ասեմ, թող անեն այդ առաջարկը հայ ժողովրդին գնան, ասեն դե մենք գալիս ենք, հարձակվելու ենք, պատերազմ ենք սկսելու, այլ դիվանագիտություն ենք անելու, մենք երբ որ մենք այլ Ռուսաստանի հետ այլ հարաբերություններ կկառուցենք, թող առաջարկը անեն, հայ ժողովուրդը կորոշի, բայց կարծում եմ մերժելա ու մերժվելու է։ Պարոն Սիմոնյան, նույն հացի դրամաբանության մեջ օրերս Հական Ֆիդանը անդրադարձել էր Միացյալ Նահանգներում ստորագրված փաստաթղթին, Թրիփի մասով ասել էր, որ շատ կառուցողական է գնահատում Հայաստանի կառավարության այս գործողությունները եւ դա Հայաստանում, այսպես ընդդիմադիր շրջանակները ձևակերպեցին, որ Ֆիդանը աջակցում է այս իշխանություններին, անգամ ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ինչպես հասկանալ այդ խոսույթը եւ արդյոք դա հիբրիդային դրամաբանության մեջ է, այսպես ասեմ։ Դուք նկատել եք, որ աշխարհում այս վերջին տարիների գործընթացի նկատմամբ դրական վերաբերմունք կա ամենուրեք, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, մեր բոլոր հարևանների մոտ, հա, Վրաստան, Իրան, Ադրբեջան, բացի մեր ընդդիմադիր որոշ շրջանակների եւ ռուսական որոշ ռոպագանդիստների։ Ասենք որոշ ռուսական ռոպագանդիստների եւ մեր ընդդիմությունը այս տպավորությունն է, որ նույն դասարանից են։ Այսինքն այդ նկատել եք, նույնիսկ Ռուսաստանի իշխանությունն է դրական բան խոսում, որովհետեւ գիտակցում է քաղաքական առումով եւ շատ ավելի ինֆորմացված է եւ շատ ավելի իրավիճակին լավ է տիրապետում կամ իրեն թույլ չի տալիս խոսի կամ հասկանում է որ խոսելու վախտը չի, չգիտեմ պատճառները որոնք են, բայց վատ բան այս ամեն ինչի մասին խոսում են մեր ընդդիմադիրները եւ ռուսական որոշ բլոգերներ։ Հետևությունները թողնում են ձեզ։ Պարոն Սիմոնյան, եւ նաեւ Սալովյովի հայտարարությունից հետո Դուգինը արձագանքեց, որ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին պետք չէ անկախություն։ Ինչ տարբերություն։ Նույն ռուսերեն մի հատ արտահայտություն կա, չեմ ուզում եթերը բանեմ, նույն նապալճկի երևույթներն են իրանք։ Մեկը մյուսից իմ համար որևիցե ձևով չեն տարբերվում, ու որևիցե ձևով ես իրանց այս պահին միտք չունեմ մեկնաբանելու, երբ որ մեր երկրի նկատմամբ ես զգամ, որ շատ ինչ-որ բան կա, միգուցե իմ գործընկերներին, Տիկին Մատվիենկոին, մեր ռուսաստանյան այլ գործընկերներին անձնական զրույցների մեջ, մասնավոր զրույցների մեջ կասեմ եւ ասում եմ հաճախ խոսում եմ դրա մասին, ոչ թե լուրջ չեմ վերաբերվում, համարում եմ, որ ժամանակը չի եւ տեղը չի եւ իմ մակարդակը չի, որովհետեւ տեսեք, ես իրանց արձագանք եմ, մի հատ իրանք արձագանքեն, այո, կարող եմ արձագանքել, շատ եղել է դեպքեր, որ արձագանքել եմ, բայց կարծում եմ հիմա տեղը պատեհ պահը չի, ասել եմ, ով որ պետք է իրանց արձագանքում է, երբ որ պահը կգա, երբ որ, չգիտեմ, չեմ բացառում, որ ինչ-որ միջազգային ֆորմատում, կարող է ես հա իմիջիալոց Ռուսաստան այց եմ նախապատրաստում, Ռուսաստան այց պետք է լինի, կարող է այնտեղ հետո հիշի ես շատ եմ հիբրիդային պատերազմի չես կարող հիշես, ասել այդ մարդիկ Սալավյովի եւ մյուսներն ընկալվում են Կրեմլի ոչ պաշտոնական դիրքորոշում հայտնողներ, այսինքն բան, որը կցանկանար ասել Կրեմլը պաշտոնական։ Գիտեմ ինչա ոչ պաշտոնական նրանց հասկանում եմ։ Բայց տեսնում եք պաշտոնական ներկայացուցիչը տեսնում եք ոնց է ամենձև սեթևեթում, ամենձև փորձում ներկայացնել, որ դե դա նկատի չուներ, բայց չէ որ հարցնում էր եւ այլը եւ այլը եւ այլը։ Ես չգիտեմ, եթե իրանց այդ ֆորմատը լավ է, երբ որ մի հատ ոչ պաշտոնական ասեցի ինչ նապալճկի, ասում է, իսկ հետո բարձրաստիճան պաշտոնյաները սկսում են արդարանալ, չգիտեմ, իրանց աշխատելա ոչնա, բայց ինչպես ասացի, ժամանակին, տեղին, պատեպահին այդ պատասխանները կան ու կլինեն։ Պարոն Սիմոնյան, խոսեցիք այլ ուժերի, հա, բանից անցումային շեմը հազիվ հաղթարելու, կուզեի խոսեիք ձեր մասին, դուք ինչ եք ակնկալում 50+1 հավաքելու եք, թե ամենայնիվ ձեր ռեյտինգն իջել է։ Ես համարում եմ, որ ռեյտինգը որևիցե ձևով կայուն բան չի կարող լինի եւ որևիցե օրինակ դրա աշխարհում չկա։ Մենք ի սկզբանե մեր աշխատանքը, մեր տրամաբանությունը դրել ենք դրա մեջ, որ մենք սկսում ենք չգիտեմ 0.0%-ից, այսինքն 0-ից սկսում ենք նորից բան անել, քարոզարշավ անել եւ գնալ առաջ, բայց ակնհայտ է, որ մասնավորապես ամսի 8-ի ստորագրված փաստաթուղթից հետո դրան հետևած բաներից հետո, իրադարձություններից հետո մենք անցողիկ շեմը հաղթահարելու որևիցե խնդիր չունենք, թեպետ ես կարծում դրանից առաջ չունենք։ Մեր համար շատ կարևորը սահմանադրական մեծամասնություն ձևավորելն է եւ մենք գնում ենք այդ ուղղությամբ, դա իմ ընկալմամբ 50 ավելի բարձր է, քան մենք հիմա ունենք։ Ես ենթադրում եմ, որ մենք ավելի շատ ենք ունենալու ձայն, ավելի շատ տոկոսային
ներկայացվածություն ենք ունենալու, քան 54%-ը, որը ունեցան 21 թվականին։ Այսինքն դուք կարծում եք ձեր վարկանիշը հիմա ավելի բարձր է, քան 21 ընտրություններին է եղել։ Լսեք, տարբեր բաներ այդ չի լինի համեմատել։ Այնտեղ տեսեք, քվեարկության տարբեր բաներ կար։ 21 թվականի քվեարկությունը լրիվ ուրիշ բանի մասին է, վարկանիշային քվեարկություն չէր, հա։ Դա հայ ժողովրդի պատասխանն էր միջազգային տարբեր կենտրոններին, ոչ միայն սովորաբար մենք խոսում ենք, որ Ռուսաստան բան չէ, ոչ միայն Ռուսաստանի միջազգային տարբեր կենտրոններին հայ ժողովրդի պատասխանն էր։ Դա մեր նկատմամբ վերաբերմունքն էր։ Դա վարկանիշային քվեարկություն չեմ համարում ես։ Դիմությունը պնդում է, որ դուք իրավիճակին այնուամենայնիվ չեք տիրապետում։ Okay։ Դուք համաձայն եք, որ չեք տիրապետում։ Ես չեմ կարող իրանց մեկնաբանել այդ առումով, որովհետև եթե իրանք տիրապետեին կկարողանային գոնե 2000 հոգանոց միտինգ անել։ Հաշվի առնելով, որ ձեր ակցիաները ավելի շատ իրավապահ կառույցների հարգես ինչ ակցիա։ Օրինակ եկեղեցի եւ այդ ակցիա չի, վարչապետը գնում է կեղծ պատարագը նախ ձեր գնահատականն է, ընդդիմությունն է կեղծ։ Նախ դա ակցիա չի քաղաքական, վարչապետը գնում է, ակնհայտ է, որ վարչապետի անձի նկատմամբ սեր ու հարգանք վայելող մարդիկ կան, շատ։ Թեկուզ նույն մարդիկ թող լինեն, ակնհայտ է, որ մարդիկ Արդեն նշանակում է, որ բերովի են։ Արեք ջան, լավ է, Եվ գնալով թիվը պակասում դա չի նշանակում, որ բերովի են ու չի նշանակում, որ նույն մարդիկ են։ Ես ոչ բոլորին եմ լինում եւ տարբեր ակցիաների, ձեր ակցիասի, տարբեր այդ բաներին, այդ պատարակին ես տարբեր մարդկանց եմ տենում։ Բայց ուխտերցիներ էին քիչ մարդիկ, ուխտերցի ժամանակ։ Ցավը տանում, ինչ հաշվարկը ով է անում, ասես ինչ։ Չէ, ինչ ենթադրա, մի րոպե քիչ է, երբ որ ենթադրվում է պետք է լինի 10 հոգի, լինում է 7 հոգի, բայց մենք ինչ որ նպատակ, ինչ որ սանդղակ ենք, քիչ էր, լավ, օքեյ, 7000-ը քիչ է։ Պարոն Սիմոնյան, ախր մտնում են, որ 70000 լիներ, պետք է ասեք դե քիչ էր, առաջ հրապարակ էիք լսնում, որ դրա հաշվող կա, որ հաշվեք։ մտնում են պատարակի, խոսում են, դիտողություն է ստանում, հայհոյում են այդ պատարակը։ Շատ վատ են Ձեր անում։ կողմնակիցները։ Լսեք, ես վստահ եմ, որ բոլորը մեր կողմնակիցներն են եւ ես նորից եմ ասում, մեր ժողովրդի մեջ 1000, 2000, 3000 մարդու մեջ Պարզա, որ ինչ-որ մարդ կա, որը որ կարող է իրան տգեղ պայի։ Բոլոր տեղերում նման մարդիկ կան, եղել են ու լինել են։ Ընդդիմության հավաքներին էլ են եղել, բայց դա չի նշանակում, որ այդ մարդը վատ է, որովհետև այդ կուլտուրան եկեղեցի գնալու մեզ մոտենում են, մի րոպե, մեզ մոտենում են, այո, մեզ մոտենում են, ասում են շնորհակալություն, վարչապետին մոտենում, ասում են շնորհակալություն։ Սկսեցինք պատարակի, անկեղծ եմ ասում։ Ոչ, նրանք գալիս են, նրանք ուրիշ բան, գալիս են հաճոյանալու վարչապետին։ Նաև տենց մարդիկ էլ կարող է լինեն տենց մարդիկ, չի բացառում։ Ինչ եք բացառում։ Դուք ինչ եք մտածում, որ ես, դուք կամ որևիցե մեկը կարող է 100, 50, 300, դուք ձեր մոտ մարդ չկա, որ ձեր շենքի, ձեր մուտքի հարևաններից մեկի հետ չի խոսում։ Մեր շենքերում մուտքերում մարդիկ կան հարևաններով իրար հետ չեն խոսում կամ իրար հետ խնդիր ունենք 1000-2000 մարդ է գալիս, բարձա ամեն տեսակի մարդ կարա լինի։ Եվ դա չի նշանակում, որ դա ինչ որ մեր կողմից խրախուսվում է կամ ողջունում։ Կներեք, բայց դուք ասենք, որ նայում եք անձնային աչքով ամեն կիրակի կամ շաբաթ օրվա պատարակներին, դուք ինքներդ չեք ֆիքսում, որ մարդկանց քանակը պակասել է կամ եկողները հիմնականում նույն մասան։ Դուք չեք ֆիքսել, որ վարչապետը, եթե չեմ սխալվում, այս վերջին պատարակը նույնիսկ եթեր չի տվել։ Ֆիքսել եք։ Այո։ Որտեղ չեք ուզում մենք։ Նախորդն էլ պիտի չտարի միջալով։ Որովհետև չենք ուզում, որովհետև դուք եւ ընդդիմա, որովհետև դուք եւ դե դուք ընդեղ եք, առնվազն թափանցիկության խնդիր չկա, որովհետև դուք եւ ու շատ ընդդիմախոսներ փորձում են հավատը, անկեղծությունը եւ այդ անկեղծ մղումները վերածել քաղաքական։ Ավելի քիչ մարդ կար, քան ով էր ասում, որ մենք այդտեղ մարդ էինք նախատեսել։ Ուզում եք, ասենք, հեսա 5 ամիս բան մնաց։ Հեսա կտեսնենք։ Ասում են, որ ընդդիմախոսները վարչապետը կոչ է անում, բայց վարչապետը որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է կոչ անում։ Ու այո, շատ մարդիկ այո գնում են, որ վարչապետին տեսնեն, նամակ փոխանցեն, ինչ որ բան ասեն, անընդհատ եւ դուրս են գալ։ Այո, լինում են մարդիկ էլ կան, առիթը օգտագործում են, ինչ վատ բան է երկրի վարչապետի հետ գնալ եկեղեցի եւ աղոթել։ Դրանց ասում եմ, նոր մշակույթ բերվեց,
պատարակներին մասնակցելու։ Այսքան մարդ երբ էր Հայաստանի Հանրապետությունում պատարակներին մասնակցել։ Հիմա դա էլ քաղաքականացրեցիք, այս քանակությամբ պատարակներ քաղաքականացրեցիք, հարգելիս, ուրեմն կբացես, ուրեմն հա, եղել են, ամեն ինչ եղել է, ուրեմն կբացես իմ Facebook-յան էջը կբացես, կնայես 5 տարի, 3 տարի առաջվա իմ պատարակի մասնակցության լուսանկարները իմ ծնկաչոք նաև լուսանկար, բանում ինչա, ես եղել եմ պատարակի։ Մատուրում գնացել եք փոքր Կարող դու ասա լավը չես ասում, կարող նաև դու չես ասում, կարող ստիպողաբար են տարել։ Ես գյուղում չեմ եղել, մեծ պատարակի եմ մասնակցել կոնդի եկեղեցում մի քանի անգամ, իմ ամենասիրած Մարիամ Աստվածածնի Մարաշի եկեղեցում եմ պատարակի մասնակցել, որտեղ շատ քիչ մարդ կար, բացի հիմնական մի քանի եկեղեցուց պատարակների մասնակցությունը նես չի, չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունում տենց համատարած ա եղել։ Մի խումբ մարդիկ, լավ մարդիկ, շատ սիրված, շատ հարգված մարդիկ մշտապես գնացել են, բայց սրա մասին ոչ խոսակցություն։ եղել են ոտի տեղ չի եղել։ Բայց օրինակ ես Ուղարկես քոնոկարները, արի սենց անենք, ես քեզ ուղարկում եմ, ինձ կողքից էին նկարել, ես չեմ լուսանկարել։ Ես քեզ կուղարկեմ, ես վիդեոներ եմ արել, մարդը որ գնում ոզմա կիսվի այդ բանը, եթե դու տենց գնացել ես պարփակվել ես քո մեջ, սա մի վերացի իմ ու քո անձնական զրույցի, ես չեմ գալու քո մոտ հարցազրույցի։ Հավատացյալների Շատ ուրախ, շատ Տեղեկություններ կան, որ փետրվարի 1-ից հայ-թուրքական սահմանն է բացվելու երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, այս մասով ինչ կարող եք ասել, կան նման չեմ մեկնաբանել։ Ինչու՞։ Չեմ ուզում մեկնաբանել։ Բայց զարգացումներ սպասվում են կարճ Առանց մեկնաբանությունների։ Թերևս հարց, որը մեկնաբանման կարիք ունի, պարոն Սիմոնյան, ինչ եք կարծում եկեղեցու բարենորոգման օրակարգը, որը առաջ են քաշել հանրապետության վարչապետը եւ 10 եպիսկոպոսներ, ինչով կավարտի, ինչ եք ունենա։ Մի ելք կա, այլ ելք չի կարող լինել։ Մի ելք կա եւ Որն է այդ ելքը։ հիմա եմ ասում։ Այդ առումով դիրքորոշումը չի փոխվել։ Լավ, բարի։ Ինչ եք մասրուցից, բայց ֆիքսել, Շնորհակալություն։ վստահությունը ամեն դեպքում։